Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու երկրորդ գիրք 15-րդ գլուխ։ Ափիսողոմ աբստամբություն գծրակրե։ Ատկե յետք Ափիսողոմ իրեն համար գարքեր եւ ծիեր պատրաստեց, նաեւ իր արչեվեն վազող 50 մարդ։ Ափիսողոմ գանուխ գելեր ու թրան ջամփային քով գգայներ։ Ամեն անգամ որ մարդ մթադ ունենար եւ Թադաստանի համար թակավորին կար, Ափիսողոմ զայն գգանչեր ու գսեր. Թուն որ քաղաքեն ես։ Երբանը սեր ծարատ Իսրայելի դողմերեն մեգեն է, Ափիսողոմ անոր գսեր. Նայե, քու խնդիրը փանավոր եւ իրավացի է, բայց թակավորին գողմե քեզի մդիկ ընող չգա։ Ափիսողոմ գսեր. Երանի թե զիս այս երկրի վրա թադավորթն էին, ամեն վեճ գամթադ ունեցող մարդ ինձի կար եւ անոր իրավունքը պաշտպանեի։ Երբ մարդը մոդենար իրեն երգրբակելու, ինք ցերկը գերգարեր, զայն գբրներ ու գհամբուրեր։ Թադաստանի համար թակավորին եկող ամբողջ Իսրայելի հետ այս կերպով վարվելով, Ափիսողոմ Իսրայելի մարդոց սիրտը իրեն դարձուց։ 40 տարվան վաղճանին Ափիսողոմ թակավորին ասավ. Գաղերսեմ, երթամ ու դիրոջ ըրած ուխտս կադարեմ Քեփրոնի մեջ, որովհետև երբ Կեսուր գփնագեի Սուրիայի մեջ, ծարատ ուխտ հրավ եւ ասավ. Եթե դերը զիս Երուսաղեմ վերադարձնե, դիրոջ պաշտամունք պիտի կատարեմ։ Թագավոր իրեն ասավ. Քնա խաղաղությամբ։ Ինքն ալ գանկնեցավ ու Քեփրոն քնած։ Ափիսողոմ Իսրայելի բոլոր դողմերուն պատգամավորներ ղրգեց եւ ասավ. Երբ շեփորին ցայնը լսեք, ասեք. Ափիսողոմ Քեփրոնի մեջ թագավոր եղավ։ Ափիսողոմոնի հետ Երուսաղեմեն 200 մարդ գնաց հրավիրված լալով։ Անոնք բարձամդությամբ կացին, ոչինչ գիտնալով։ Մինչ Ափիսողոմ զոհ գմադուցաներ, Դավիթի խորհրդականը Քեղոնացի Ակիդոփելը իր Քեղոն քաղաքեն գանչել տվավ։ Թավատրությունը զորացավ ու ժողովուրդը հետը սեդե գշատնար Ափիսողոմոնի քով։ Դավիթ գփախչի Երուսաղեմեն։ Դերիկապերմը Դավիթի եկավ եւ ասավ. Իսրայելացիներուն սիրտը Ափիսողոմոնի դարձավ։ Այն ադեն Դավիթ Երուսաղեմի մեջ իրեն հետ եղող բոլոր ծառաներուն ասավ. Գանկնեցեք ու փախչինք, քանի որ Ափիսողոմոնի ցերքեն մեզի ազատում չգա։ Շտաբելով կացեք, որ անշուտով մեզի չհասնի մեր վրա ճարիք չբերե ու քաղաքը սուրի փերանե չանցնե։ Թագավորին ծառաները թագավորին ասին. Մեր դեր թագավորը ինչ որ ընդրե, ահա իր ծառաները պատրաստ են անելու։ Թագավորը դուրս ելավ եւ իր յետևեն իր ամբողջ դունը, սակայն թագավորը իր հարջերեն 10 գին թողուց, որբեսի դունը պահպանեն։ Թագավորը դուրս ելավ ու իր յետևեն ամբողջ ժողովուրդը, անոնք հերավոր դեղը գանք արին։ Իր բոլոր ծառաները, բոլոր քերեթիները եւ բոլոր փելեթիները իր կովեն գկալեին։ Իր յետևեն քեթեն եկած բոլոր քետացիները 600 մարդ թագավորին արչևեն գկալեին։ Թագավորը քետացի Յեթիի ասավ. Ինչու թունալ մեզի հետ պիտի երթաս, վերադարձիր ու թագավորին հետ կեցիր, քանի որ թուն օդարազգի մնես, նաեւ եղած դեղդ դարակրված ես։ Թուն երեք եկար եւ այսօր ես քեզ թափարեցնեմ մեզի հետ, քանի ես կերտամ ուր որ գրնամ երթալ, թուն վերադարձիր ու եղբայրներ տալ վերադարձուր, ողորմությունն ու ճշմարտությունը քեզի հետ լան։ Յեթի թագավորին պատասխանեց. Դեր Գաբրի եւ իմ դերս թագավորն ալ Գաբրի, իմ դերս թագավորը ուր որը լա, մահվա մեջ թե կյանքի մեջ, քու ծառատալ հոմ բիդելա։ Դավիթ Յեթիի ասավ. Ուրեմն քնա, անցիր։ Քետացի Յեթի իրեն հետ եղող բոլոր մարդոցմով ու բոլոր մանուկներով անցավ։ Ամբողջ երկիրը բարձր ցայնով գուլար, մինչ ամբողջ ժողովուրդը գանցներ։ Թագավորը Գետրոն վտակեն անցավ ու ամբողջ ժողովուրդը թեպի անաբադին ջամփան անցավ։ Ահա սաթով կալ եւ անոր հետ բոլոր ղևդացիները Աստուծո ուխտին դաբանագը գգրեին։ Աստուծո դաբանագը զեդեղեցին ու ափյաթար զոհ գմադուցաներ, մինչև որ քաղաքեն դուրս ելող ամբողջ ժողովուրդին անցնիլը լրացավ։ Թագավորը սաթովգի ասավ. Աստուծո դաբանագը քաղաքը վերադարձուր։ Եթե դիրոջ արչև շնորհ գտնեմ, զիս պիտի վերադարձնե եւ ինձի ցուցնե զայն ու անոր բնակարանը, բայց եթե ինձի սա ասե, քեզ մեջ չեմ ախորժիր, ահա հոսեմ,
ինձի թողնե ինչ որ իրեն հաճելի է։ Թագավորը սաթով քահանային ասավ. Տուն դեսանող չես, խաղաղությամբ քաղաքը վերադարձիր, քու որդիդ Աքիմաս եւ Աբիաթարի որդին Հովնատան, ծեր երկու որդիները ցեզի հետ։ Ահա ես անաբադին թաշտերու մեջ պիտի սպասեմ, մինչև որ ցեզմե լուր մստանամ։ Ուստի Սաթով եւ Աբիաթար Աստուծո դաբանագը Երուսաղեմ վերադարձուցին ու հոն մնացին։ Դավիթ Ցիտենյաց լերան զարիվերեն գբարսնար, մինչ գբարսնար գուլար։ Գլուխը ծածկած էր եւ փոգոդն գկալեր։ Անոր է եղող ամբողջ ժողովուրդն ալ գբարսնար։ Յուրաքանչյուրը իր գլուխը ծածկած էր ու լալով գբարսնային։ Դավիթի բատմեցին. Ակիդոփել Աբիսողոմոնի հետ թավատրողներուն մեջ է։ Դավիթը ասավ. ով դեր գաղերսեմ Ակիդոփելի ծրակիրը ցախողեցուր։ Երբ Դավիթ լերանքակաթը հասավ, որ Աստուծո երկրպագեց, ահա Արաքացի քուսի հանդերձները բադրած ու գլուխին վրա հող ցանած զինք դիմավորեց։ Դավիթ անոր ասավ. Եթե ինձի հետ կաս, ինձի փեր գլաս, բայց եթե քաղաք վերադառնաս եւ Աբիսողոմոնի ասես, ով թագավոր, ես քու ծարատ վիդելամ, առաջ քու հորը ծարան էի ու հիմա քու ծարատեմ, այն ադեն Ակիդոփելի ծրակիրը գրնաս ցախողեցնել ինձի համար։ Միթե Սաթով եւ Աբիաթար քահանաները հոնքեզի հետ չեն, թագավորին դունեն ինչ որ լսես, Սաթով ու Աբիաթար քահանաներուն բատմե։ Ահա հոն անոնց երկու որդիները, Սաթովգի որդին Աքիմաս ու Աբիաթարի որդին Հովնատան իրենց հետ են։ Ցել լսած բոլոր խոսքերը ինձի իմացուցեք անոնց միջոցով։ Ուստի Դավիթի բարեկամը Քուսի քաղաքը մտավ, Աբիսողոմալ Երուսաղեմ հասավ։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։